հիմա մենք շատ-շատերը զրուցելու կարիք ունեն։ Այո, զրուցելու կարիք ունեն, մեր ազգի պատն էլ ընտեղ է, որ մենք իրար չենք զրուցում։ Հարկավոր է զրուցել ոչ թե ուրիշ տեղեր խոսել, նրա մասին չարախոսել։ Չար մարդիկ հոգով, որտեղ միտքն է դա իշխում գիտակցությանը։ Իրանք միշտ վատ երազներ են տեսնում։ Այն մարդը, որ ասում է դու նիկոլական ես, ես քեզ չեմ սիրում, իր հոգին այսքան է։ Ճղճիմ, որտեղ իր գիտակցությունն է այսքան։ Եվ ներում ես քո մեջ սեր կա։ Ընտանիքի թագավորը տղամարդն է, ընտանիքի թագուհին կինն է, բայց հիմա դա շուր է եկել, թագավորը ընկել է ոտնատակ։ Քանի տան մեջ կա գլխավոր, դա կեսուր, կեսրար եւ ամուսը։ Հարցը պետք է լինի խոնար։ Այո, հարուստները դրախտի մեջ են, որտեղ աղքատներին իրենք աշխատացնում են եւ չեն վճարում։ Հարուստը քեզանով է բարձրացել։ Այդ լավ հիշեք։ Բարի ողջույն, կրկին հանդիպեցինք, այսօր մեր հերթական զանգերի օրն է, որ արդեն ես տեսնում եմ բավականին հետաքրքրասիրություն կա դեպի զանգերին, որտեղ ամեն ընտանիք իր խնդիրն ունի, իր հարցերն ունի, դու բոլորն էլ իրենց մեջ նայեն, զուգահեռներ տանեն, ում ինչ խնդիր ունի, որտեղ այսպեսի մի բան կա, որ խնդիրներ չկա, պրոբլեմ չկա, մարդն ինքներին է ստեղծում պրոբլեմ։ Եթե դու մտածում ես, որ ամենավատ վիճակը քոնն է, ամենավատ դու մտածես, որ քեզանից ավելի վատ վիճակ էլ կա։ Այ դրա համար է այս զանգերը ավելի, որտեղ խնդիրներ ունեցող մարդիկ են զանգահարում։ Ու լսում են այդ մարդիկ, որոնք իրոք խնդիրներ ունեն, որտեղ հիմա մենք շատ-շատերը զրուցելու կարիք ունեն։ Այո, զրուցելու կարիք ունեն, մեր ազգի պատն էլ ընտեղ է, որ մենք իրար չենք զրուցում, չենք պարզաբանում, ինչ ենք իրարից վիրավորվել, ինչ ենք իրար հետ քիթմռուտ, ինչ ենք քաշում, ինչ ենք մեջքով կանգնում։ Հարկավոր է զրուցել, ոչ թե ուրիշ տեղեր խոսել, նրա մասին չարախոսել։ Չէ՞ որ դու էլ քո սխալն ունես, միշտ մոռացեք, որ մեդալն երկու կողմ ունի։ Ինչպես երեսը, որ սիմետրիկ չթվում է, թե սիմետրիկ է, այնպես էլ ձեռքը։ Ու ես ուզում եմ հիմա օգտվել ասել, որտեվ ես այդ մտքին է, ուզում եմ ներողամտության, որը նաև գրված է Սուրբ գրքում եւ մեր տերունական աղոթքում, որ ներումը ինչքան կարևոր է, դա ամեն մարդ դա չի կարող ների, շատ անգամ ես ասում եմ, որտեվ ասում եմ, բավորները ինքը սենց, բավոր, մի խոսի այդ մարդու հետ, եթե ինքը քեզ շատ ցավ է պատճառել։ Պարզապես մտքում է տիրանների, որտեղ քո մտքում ինչ անցնում է, գնում է վերև, ու այդքանով էլ հետ է գալիս, ինչին ինչ տվեցիր, այդքանով էլ հետ կգա։ Ու հատկապես երազները, որտեղ երազը դա ենթագիտակցության արտնացում է, որը անսահման է, ու քո եղած մտքերն է, ինչը դու գիտակցությամբ ինչ մտածում ես, չար, նախանց, վատ, թեկուզ լուր ես դու պարտադիր չխոսես։ Այդ բոլորը մտնում է քո գիտակցության ծալքերում եւ երազում արթնանում է ենթագիտակցություն ծալքելից հերթով դուրս է գալի, որ կոպիտ ասած դա կոչվում է հիշողություն։ Ու դու կտեսնես վատ երազներ, ու դա կդառնա իրականություն։ Այսինքն չար մարդիկ հոգով, որտեղ միտքն է դա իշխում գիտակցությանը, իրանք միշտ վատ երազներ են տեսնում։ Ու գնում ես նրա հետևից, որ այս մարդն արեց, այն մարդն արեց, դու ինքդ քեզ արեցիր։ Ինքդ քեզ արեցի, որտեղ դու քեզ համար ես քնում, ինձ համար չես քնում։ Ներում են այն մարդիկ, ովքեր իրենց ներսում ունեն շատ սեր, այո, միայն սիրող մարդիկ կարող են ներել, ինչքան էլ այդ մարդը գոռա, ինչքան բղավի, ինչքան վատ խոսքեր ասի զայրույթից, Հիսուսն էլ մտավ տաճար քանդեց, խցեց, ավիրեց, բայց իր մեջ սեր կար, որտեղ ինքը սեր էր։ Այո, մենք զայրանում ենք, մենք խոսում ենք էլ շատ բաներ, ես էլ եմ ասում, շատ անգամ ինձ մունատ չեն ասում, մունատ չեմ գալ, իրականությունն եմ ասում, քանի որ այս տարել բոլորը պետք է իրականությունը տեսնեն ու ասեն, բայց համոզվիր դու քո հետ ասած իրականության մեջ, ոչ թե ենթադրի ու սրանից բաներ լսի կարդա։ Ես ուզում եմ հիմա այստեղ եթերով թույլտվություն եմ հարցրել անկեղծ ասած, չնայած ասել եմ ես միակ եթերն եմ, միակ տեղն եմ, որ իմ բերանը չեմ փակում ու թողնում են, որ ես ինչ որ կամ իմ աշխատանքում անկեղծ ամեն ինչ խոսել։ Ընդունում են այստեղ այդ մարդիկ, դրա համար իրանց շատ սրտանց գալիս է։
այստեղ շատ սրտանց, որտեղ իրոք սա բաց TV է, իրոք բաց TV է, շնորհակալ եմ աշխատակազմից։ Ինարան, տարոլոգ, որ ես էլ ասել եմ, չեմ հավատում ոչ մեկին, իմ տղայի դեպքից հետո ոչ մեկին աստղաբան կլինի, տարոլոգ կլինի, էքստրասեքս կլինի, պայծառատեց ոչ մեկին ես չեմ հավատում, որտեղ ոչ մեկը ճիշտ չեն եղել, ճիշտ է մենակ ես եմ եղել, մայրը, միան մոյ սիրտն է ճիշտ է զգում։ Ու իրոք շնորհակալ եմ Ինարայից, որտեղ ինքը ասեց, որ ինքը ընկել էր ինչ-որ մի հիմարի, երկու հիմարի ազդեցության տակ, բայց այնքանով իրանից ես շնորհակալ եմ, որ ինքը իր սխալը զգաց։ Ինքը զգաց, ինքը թեր տեսիլքով, թեր քարտերով տեսա, որ իրոք ես այդ մարդը չեմ, ու երբեք պետք չի ասել այս կողմից ես, թե այն կողմից ես, դրա համար ես քեզ չեմ սիրում։ Այն մարդը, որ ասում է դու նիկոլական ես քեզ չեմ սիրում, իր հոգին այսքան է, ճղճիմ, որտեղ իր գիտակցությունն է այսքան։ Ամեն մարդ իրավունք ունի ում կողմից լինի, չլինի, ում ինչ կորսն է, կամ ինչքանով ես դու ճիշտ, որ ես կարամ լնեմ նիկոլական ու դու ինձ չսիրես։ Քո սիրել ինձ ոչինչ չի տալի։ Ոչ մի բան։ Ու դա իմ իրավունքն է, ում կողմից կլինեմ։ Հիմա հարցը դա չի, հիմա հարցը նա է, որ այդ կինը իր սխալը զգացել, ներողություն խնդրել։ Ու ունի հրաշալի երեխաներ, ես նայել եմ կառասկոպի այդ կնոջ։ Ինքը զգացել է իր սխալներ, ու այդ երեխեքի ճակատագիրը շատ լավ դասավորվելու է։ Այսա պատասխանն է իր ներման։ Հիմա դուք ինքներդ մտածեք, ձեր մեջ տեսեք, թե ամեն մարդ իրեն ինքը փորձի։ Եվ ներում ես, քո մեջ սեր կա։ Ու այդ սերը փոխանցում է քո երեխային, որտեղ դա աստվածային է, դա վերևից է գալու, ամեն մարդ իր պատասխանը կստանա։ Այսպես, հիմա լսենք, տեսնենք այսօր մեզ ով ինչ զանգ կտա։ Ալո, բարև ձեզ, Տիգին Լուկյան։ Բարև ձեզ, Գյումրեցի եք։ Այո, Տիգին։ Բարև է հենց ասում եք անմիջապես զգացվում է։ Մենք գյումրեցիք եմ անմիջապես բարև է զգում ու քյավառցուց։ Հա, ասեք, լսում եմ ձեզ, ձեր հուզող հարցն ասեք։ Ահա, Տիգին Լուկյան, կուզենայի աղջկաս ընտանիքի համար ձեզ հարց տալ։ Հա։ Փեսան շատ լավ տղա է, բայց քիչ խմելու հավես ունի, որ կխմի կինը, երեխեքը, աչքին, չգիտեմ ինչ կերևան։ Դե հա, տենց է։ Իրանց անհանգստացնող հարցն էր, որ դե հետը կան հանգստացնող։ Հիմա ուզում ես իմանաս փեսան խմիչքը կթողնի թե ոչ։ Այո։ Էլի ձեր կողմերից է ինքը փեսան։ Հա, մեր կողմերից։ Լավ, հիմա երկուսի տվյալ, չի ավելի առաջինը տղայի փեսայի տվյալն ասա, ամսա թիվ, տարի թիվ։ Հասուն մարդ է։ Ինչ է։ Հասուն մարդ է արդեն։ Հա։ Միջալուց իրանց ընտանիքում, իրանց գենում ասեմ, ցեղում ասեմ, այտենց եղել է խմող։ Դու տեղյակ ես դրանից։ Այո։ Հա, ճիշտ է կա։ Բայց այս տղան հաջողակ, շատ հաջողակ աստղի տակ է ծնվել, ասեմ։ Նայ, իրա մոտ է Շատ լավ։ Հա, լավն է ինքը, բայց մի բան ասեմ, ամենասկզբից միգուցե աղջկա թե չպետք ամուսնանար։ Մեկ ուրիշ ոնց որ իրան մի հատ էլ նշանվեր հետ տար, ինչ այտենց մի բան երևում էր։ Ու անցյալի եկած վիշ չի ուզում ասել, ինչ ասեմ, հուզմունք ասեմ, զգացմունք ասեմ, անցյալի ինչ որ մի ցավ, երևի բառը տեղին չի, որ իրան տանջում է, այդ գենետիկան մի կողմ թողած, բայց մի բան կա իրան տանջում է, այս տղային ինչ է հարկավոր, նախ առաջինի իրան, ես որ դեմ եմ, բայց պետք է ասեմ, այս տղան որ երկիրը փոխի, իր ամոթ երկիր փոխելու ծրագիր է ցույց տալիս, այդ ամեն ինչը կվերանա, կարման էլ, ասում են կարման կվերջանա, կմաքրվի, երբ որ երկիր փոխի, բայց դա տես չի, որ տոմսն առնի ու գնա, այդ պետք է իրան ստացվի։ Ես հիմա մի հատ աղջկատ մոտ գնայեմ, եթե իրան մոտ էլ կա տենց երկիր փոխելու հնարավորություն, կարելի է։ Տղայի մտքին կա, որ ուզում է երկիրը փոխի։ Տիգին Լուիսա ջան, իրանք այս պահին ապրում են Վլադի Կավկազում։ Հա, ինչքան ժամանակ է։ Հա, իրանք արդեն 25 տարվա ամուսնացած են։ Մի րոպե, 20 տարի է այստեղ ցույց տալիս, որ
Ինչ գնացել ընդեղ ու ամուսնացել է։ Ես տեղ ամուսնացել եմ, գնացել եմ Վլադիկավկազ, բայց մինչև այդ փեցած ընդեղ ապրող է եղել։ 20 տարի է ցույց տալիս, 20 տարի, եթե մաքուր 20 տարի ընդեղ ապրել է, Ահա։ նայ, 20 տարի, արդեն տեղի փոփոխություն է տալիս։ Հիմա ինչքան է, չգիտեմ, 20 տարի, բայց այս տարի էլ կա, այս տարի միջև երևի միջև օգոստոս, իրա մոտ հարցը կբարձանա, տեղ կմնա, թե կփոխվի։ Իրա մոտ, բայց ամեն ինչ ընդեղ ստեղծած է, կարող է ինքը փոխի երկիրը, միտք ունի։ Հա, ընդեղ տուն, տեղ, ամեն ինչ ունին։ Հա դե կայացել է այնտեղ արդեն էլ ոնց փոխի, բայց տեղափոխություն է տալիս։ Սպասի ավելի քեզ ճիշտն ասեմ, մի րոպե։ Ինձ ասա, չգիտեմ ինչքանով դու դա գիտես։ Ինքը քանի տարեկան է եղել, որ երկիրա փոխել։ Ինքը ստեղից գնացել է 20 տարեկանում։ 20 տարեկան, հեսա լավ, 20 նոմրեմն է տաստեղ, որտեղ 20-ը կա երկրի փոփոխման բան է տալիս։ Եվ Կարմիչեսկի մեծ ծրագիր կա, որ ճանապարհն է, երկիրն է իր մոտ ամեն ինչ փոխելու։ Եթե այստեղ էր ապրում, ինքը իրան տալիս էր խմիչքի, երկիրը փոխեր, խմիչքը կվերանար։ Բայց ինքը ընդեղ եղել է, փոխել է ու էլի խմել է։ Ընդեղ է խմել, ոչ թե այստեղ է խմել, ընդեղ է խմել։ Հիմա իրան էլի է նորից տալիս երկրի փոխել։ Բայց քանի որ ինքը ամեն ինչ ստեղծել դրել այնտեղ ամեն ինչ չկա ու երեխեքն էլ ուսման հարցերը, էլ ինչ երկիր փոխի, տուն տեղը որ ամեն ինչ այնտեղ է համարվում։ Մի հատ ինձ աղջկա տվյալներն ասա, այստեղ իրանց հարաբերությունները այդքան լավ չի ցույց տալիս։ Ասա աղջկա տվյալները։ Հա, մոտիկ նշաններն տես, իրանց խանգարող չկա։ Ինչ որ լինում է, իրենք են անում։ Աղջիկը էլ շատ իմպուլսիվն է, շատ պահի տակ պորտկում է, չի կարում իրան զսպի։ Հա, իրանք առանց իրար չեն կարող, իրար հետ էլ չեն կարող, իրանց մոտ վեճերը շատ է, այդ ամենասկզբից է դա եղել, աղջիկը էլ ինքն իրան խնդիրներ է ստեղծում, իրանց միությունը այդքան լավ չի։ Տղայի գարը հիմա ես չգիտեմ ինչքանով կընդունեք, ինչ տեսնում ասում եմ, ինչ ցույց է տալի իր կառասկոպետ տղա, այս տղային տրված էր 2 ամուսնություն։ Կարող է սկզբից նշանված եղա, չեն սկզբից էլ այդ աղջկան է գթե։ Դուրս չեկավ։ Հեչ դուրս չեկավ։ Տիկին Լույսա ջան, կարող է իրանց ընտանիքին ինչ-որ սև կոնտրարազմ։ Ես գիտեմ, որ տենց հարց պետք է տաս, որտեղ մենակ տենց հարց են տալիս։ Այս տղան լավ տղա է եւ աշխատող տղա է ու ազնիվ է, ինքը բաց է, բաց տղա է։ Տուն սիրող, ընտանիք սիրող, ամեն ինչը նորմալ է իր մոտ, մարդ տեսակի մասին եմ խոսում։ Աղջիկը սխալներ շատ ունի։ Իրոք շատ ունի, նախ առաջինը պայտակ պորտկող է։ Իրա Յուպիտերը գտնվում է կարիճում։ Այս լուր մնում, թույները հավաքում ու կարա ինչքան ինքը լուրը զուսպա տանողը, այնքան կրակողը։ Ու ամեն իրա բառը ցավ է պատճառում, որը այս տղան չի սիրում։ Իրանց վեճերը պարզ ասում եմ, հիմա ես չգիտեմ, որ ոնց ինչքանով հարազատական իրենք լսել։ Աղջկա լեզուն է։ Քո աղջկա լեզուն է։ Քո աղջիկը տան գործերից բացի ուրիշ բան չպետք է անի։ Աշխատի իր հերթին, բայց տան գործը ճաշեպել, տան կինը ոնց է։ Այդ տան տնտեսուհի։ Այսպես պետք է լինի, որտեղ տղան դա է պահանջում։ Ու իրանք խնդիր չունեն նյութական։ Բայց այս խմիչքը արդեն կորցնում է նյութականը, որտեղ շատ սխալ բաներ է անում։ Հիմա նայ, փետրվար ամիսը խավարունների ամիս է։ Կտևի մարտի 3-ն էլ լուսնի խավարում է, որ այդ տղայի մոտ շատ մոլորակներ ձկան մեջ է։ Մենք էլ այդ ժամանակ ձուկնենք։ Մինչև ամսի 10 մարտի կտևի այդ խավարումը, դա միջանցքանդեղ կոչվում, մաքրման շրջանի մեջ ենք։ Այս տղան բոլոր իր ընդհանրապես բոլորը, բայց հատկապես այն մարդիկ, ովքեր խաղամոլ են, հարբեցող են, նարկոման են, այլասերված են, հանցագործ են,
բոլոր վատ սովորույթները այս մեկ ամսվա մեջ պետք է իրենք անմիջապես մաքրվեն։ Էլ չանի, որ առաջին ընտանիք չփլուզվի, երկրորդ իր առողջականի խնդիրները ստղայի գլուխ է բարձրացրել արդեն այդ իր ստամոքսն է եւ մաշկը ու օգոստոսին եթե մարդիկ այս ամիսը չմաքրվեցին, որտեղ օգոստոսին էլ խավարում կա, այդքան լավ խավարում չի, արդեն սկսվում է հատուցման շրջանը։ Ու չի բացառվում ընտանիքը փլուզվի, որտեղ եզրին է, փլուզման եզրին է։ Աղջկոտ մոտ ցույց է տալիս պարստը։ Ինչ պետք է անի։ Դու ինչ խորհուրդ ես տալիս քո աղջկան։ Թե բնականաբար ծնող ես, տեսես շատ դեպքերում, եթե խմած կեղնի, մի պատասխանի, մի խոսա։ Ճիշտ ես ասում։ Այո, իր լեզուն է։ Ու միշտ լեզվի համար ինքը չափալախ է կերել։ Ինչ ժողովուրդն ասում է, բերանին կերել է։ Էլի նորից անում է։ Ես ճիշտ է, բոլորը գիտեն, որ տղաների կողմն եմ պաշտպանում եմ տղաներին, բայց կան որ տղաները շատ սխալ բաներ են անում, շատ սխալ բաներ են անում ու էլ այդ կինը չի կարողանում դիմանալ, որտեղ կնոջն էլ եմ նայում, չնայած վեճերի մեջ 50-50 է միշտ լինում ու շատ անգամ էլ արդեն այս վերջերս ասում եմ բաժանվի։ Բայց այդտեղ չեմ ուզում ասեմ բաժանվի, ինչի համար, որտեղ այս տղան վատը չի, մեղավորություն աղջկատ կողմը շատ է, ինքը չի լսում, քո աղջիկը լսելու, հետո ներքին վախեր կա քո աղջկա մեջ, անդադ քցում բռնում, ինչ որ բաներ կա, տագնապներով ապրող։ Ես չեմ հասկանում ինչով է մտածում ես աղջիկը, անդադ ուզում եմ, որ իր եսերը, իր իրավունքերը, բոլորն էլ այտենց ուզում են, բայց չէ, քո աղջիկը այդ գուշակ-մուշակը տենց բաներ էլ է սիրում։ Կարող է գնացել դիմել անդեղի տատիկներին։ Հաստատ գիտես։ Հաստատ գիտեմ, որ մենք երբևիցե չենք գնացել այդպես տեղեր։ Քո աղջկա մոտ այդ բանը կա։ Կա այդ բանը աղջկա մոտ, հատկապես այս 2 տարի, 3-2, հատկապես այս 2 տարի իրանց հարաբերությունները հեչ լավ չի, քո աղջկա մտածել է, որ ահա որ ագրեսիայի մոտ արթնացել ու որից գլխացավերն ու այդ ճնշումն է արդեն։ Ու նևրոզները, կանանցիները, մի խոսքով ամբողջ իր նյարդերից ելնելով առողջականի քայքայում է գնում քո աղջկան։ Իր լեզվից է դա։ Իսկ որ ասում ես իրանց վրա ինչ որ կեղտոտ բան որ արված լինի, եթե ասենք թե լինի, ես ինչ անեմ, ես ոչ կարամ մաքրեմ, այդ իմ աշխատանքը չի։ Գիտեմ Տիգին Միսա ջան, ես ուղղակի հարցնեի, կարող է երևա էլի։ Հա տենց բաներ երևում է, որ կա, այստեղ երևում է, որ ինչ որ մեկի մատը խառն է։ Երևում է, որ կա տենց բան, բայց ամենասկզբից չեղեց, այս փեսան նոր չի խմում, սա վաղուց է։ Սա գենետիկական բան է գալիս ու կարմավել ցուցատալի երկիրը փոխեց խմիչքը կվերանը։ Բայց էլի է հնարավորություն տալի, եթե այդ տղային բացատրվի, ասվի, որ այս ամիսը թող մաքրի բոլորը, քո աղջիկն էլ, եթե միշտ միջև այդ պատասխանա տվել, լեզու տվել, թող սուս մնա։ Թող սիրի իր ամուսնու, որտեվ իրենք խանգարող չունեն, իրենք են իրար խանգարում։ Այդ բոլորը դիմացեք, իրար կողքին նշանների խանգարող չկա, իրենք են անում։ Խանգարողները հետևներն են կանգնած լինում, եթե մեջը թուլանում է այդ կապը, այդ հետևի խանգարողների ազդեցությունը լինում է, վատը իհարկե, վատը։ Հիմա կրակ աղջիկը առաջինն է, հետևը հողը, տղան է, իր կողքին նշանը համարվում։ Աշխատող էլ տղա է, բայց այս տղայի շատ մոլորակներ ձկան մեջ է։ Ինքը հավատով տղա է, օրենք պահող տղա է, ընտանիք սիրող տղա է, Մարսը լավն է իր որտեն, ասենք լավ ես մոլորակներից պետք չի։ Աղջիկը տրված է կազմակերպչական աշխատանքներ, այսինքն ինքը կարող է իր տան բոլոր հարցեր ինքը կազմակերպի, որ տանը խնդիրներ չլինի։ Անում է այդ բանն ինքը։ Ոչ բան է։ Բայց ինչի է քանդվում, որ անում է, ուրա որ ճաշիփել է դա կազմակերպել չէ, տուն մաքրել է կազմակերպել չէ։ Յուրաքանչյուր կնոջ պարտականությունն է։
Հեսիմ տիգին Միշաջան, երեխեքին ինքը շատ դասավորված երեխեք ցելով արդեն 24 տարեկան տղեն է 22 աղջիկը երեխեքի հարցը մենակ ես ամեն ինչում կրթությանն եմ տնում, որ կրթություն գիտելիք ունենա, որ շարունակվի սերունդը, որտեվ այս տարել գիտելիքի, կրթության, բոլորովին նոր մտածելակերպի շրջանը, այս երիտասարդները էլ մեր նման իրանք չեն կարա մտածել, մենք էլ իրենց նման խնդիրներ առաջանում։ Իրանք իրան պապային սիրում են երեխեքը։ Ես ոնց ասեմ թող ախր։ Այս տղայի մոտ այնքան դրական բաներ եմ տեսնում, դրա համար չեմ կարող աղջկատ ասեմ, թող բաժավի ու պրսնի, այտենց հեշտ չի է։ Ինքը զինվորական է եղել Տիգին Լուսաջան, արդեն ինքը թոշակառու է։ Իհա ինչ անենք։ Ինչ անենք։ Սեմ ինքը պարտաճանաչ Ես այդ տղայի մոտ վատ բան չեմ տեսնում, սա զինվորականներն էլ խմում են։ Ես վատ բան չեմ տեսնում այդ տղայի մոտ, փիս, վատ, ստոր մարդ տեսակի մասին է խոսքս, որի համար տեսնում եմ, որ ընտանիք սիրող մարդ է։ Ինձ համար դա կարևոր է արդեն, ու ինքը լավ հայր է։ Հետո զինվորականները դու գիտես չէ, իրանք մի քիչ սառ ու չոր են լինում, այտենց է։ Չի քո աղջիկը նոր իմացավ ինքը ինչ տեսակ է։ Մի խոսքով վեզույքերի հարաբերությունները լավ լինելու համար ամենաշատը կախված է քո աղջիկը իրեն ինչպես կպահի։ Ինչը որ իր ամուսնու դուրը չի գալիս, թող դա չանի։ Թող սեր ու գուրգուրանք տա, ինչ սիրում է դա անի։ Եթե չէ պետք է ամեն ինչ հավաքվեն, հետ գան նստակ, բայց չեն գա։ Չեն գա, որտեղ տղայի շրջապատը, աշխատանքը, ընկերություն, տուն, տեղ, ամեն ինչ ընդեղ է։ Երեխեքի դասի գնալը, ամեն ինչը։ Ռուսաստանն էլ այդքան լավ չեն։ Առաջվա Ռուսաստանը չի էլ արդեն։ Ես ինչ ասեմ, Վարսիկ ջան, որ դու ընդունես կամ անեք, որպեսզի իմ խոսքը մի քիչ կոնե օգուտ տա, ելք տա։ Ինչ ասեմ, ասա, որ ասեմ իրանց վրան թուղթուգիր են արել, տենց բան չեմ կարող ասեմ։ Չէ, Տիգին Լուսաջան, կուզենա իրա խմիչքը, քիչ կարող են քչացնել կամ։ Ես ինչ անեմ, որ քչանա։ Ինքը պետք է անի, հենց այս ամսին, փետրվար ամիսը, մաքրման ամիսը համարվա։ Դու խոսա փեսայիդ հետ ինքդ խոսի ասա, որ այսպես է։ Կամ դրեք թող հաղորդում ինքն է ասա նայիտես, որ չի կարելի հիմա ոչ մի վատ սովորույթ, ով որ ունի վատ սովորույթ, պետք է մաքրի։ Մի անգամից կտրի, հրաժարվի։ Թե չէ խնդիրներ դուրս կգա, հետո իր տարիքը, այն տարիքը չի արդեն պատասխանատու տարիք է կոչվում։ Տղամարդու համար 49-ից մինչև 56 պատասխանատվության տարիք է սա։ Ինչ որ արել է, հիմա ինքը պետք է ինչ որ աշխատել է վայելի, իր ընտանիքով, իր երեխեքով, վաղը թոռներով, փեսա։ Բայց հələ տես զույգերի հարաբերությունների ոչ թե շրջանը, այլ այդպես է։ Զույգերի հարաբերությունների ոչ լավ, ոչ խաղաղ վիճակ է։ Իրանք նյութական դժվարություն էլ ես չեմ տեսնում, որ ասեմ Անտունեն անփող են սոված են։ Նորմալ է իրանց մոտ ամեն ինչ նորմալ է, պարզապես զույգերի հարաբերություններն է, որ երեխեքի վրա ազդում է, այն աղջիկն էլ կուզենա շուտ ամուսնանա գնա, որ պապա մամա այդ վեճերը չտեսնի։ Հիմա այդ տղան ո՞նց է աղջիկ բերելու, հարս բերելու, որտեղ է բերելու։ Հա։ Դե ինքը չեմ սի ամեն օրվա խմող է, բայց որ կխմե 3 օր 4 օր պարդադիշ։ Հարկավոր է, ոչ թե գնանք, որ գրբացներ են, բաբկեք ինչ-որ մի բան անեն, ես չեմ հավատում, իրոք չեմ հավատում։ Ավելի լավ է, բժիշկի ավելի գնա պարկի, մի քանի օր սիստեմա ստանա, արյունը մաքրի, դա ավելի լավ է, քան ինչ-որ մի երկու անգրագետ տնել ոչ հայ, այդ սլավոնական մագյան շատ ուժեղ է, չգիտեմ ինչեր անել, տղու վրա բռնի ունքանել ու փոխարեն աշկնել հանի։ Դրա համար խորհուրդ չեմ տա։ Ինքը որպես զինվորական, նույնիսկ իրան առողջականի պահով Մոսկվա կհրավիրեն, որպեսզի բուժեն։ Հա։ Ինքը քիչ եմ դիահարցի խնդիր ունի։ Այդ է լավ է, այդ էլ լավ բան ասեցիր, թող գնա։ Թող գնա։ Բա տեսնում ես։ Ես իրա
բուժվել է, այսպես ասեմ, որտեղ ես դա արդեն հիվանդություն եմ համարում, ինքը ընկնում է շատ վատ վիճակի մեջ։ Մարդկա խմում է, ձեն չի հանում, կամ լացա լինում, կամ երգում է, կամ քնում է։ Այս մարդու վիճակը լավ չի, ինքը ուրիշ, մի անգամից շուռ է գալու։ Ուրիշ ծևի մարդ է լինում, այդ իր խմիչքը։ Իր միակ բանը բժշկվելն է։ Արունը մի հատ մաքրեն, մի հատ սիստեմա ստանա, նյարդերներ կխաղաղվի, հետո այնտեղ կմնա մի քանի օր, ընտանիքին կկարոտի, իր բժշկումը տեղի փոփոխությունն է, այսինքն ասեմ, միջավայրի, ապրելատեղի, քաղաքի, երկրի տեղի փոփոխություն։ Ու այս տարի, եթե միջև ինքը հուլիսի 1-ը ու հիմիկվանից, հենց այս ամսվանից ինչ որ ասեցի դա անի, ուրեմն իմացի ամեն ինչ իր մոտ գնալու է նորմալացման։ Վստահ եմ ասում։ Իրոք, որտեղ ցույց է տալիս, շատ ուժեղ ֆորտունա ունի, իր ֆորտունան, Յուպիտերը շատ բարի է, որ իրան տալիս է փրկություն, օգնություն, որ իր մեքենան նանդուտի եզրին կկանգնի, բայց դուրս կգա, որտեղ իր մոտ շատ է եղել տհաճ բաներ, արկածներ շատ է, ինքը դուրս է եկել։ Այս խմիչքն էլ ինքը ջնջում է, հետո վայնիները միշտ էլ խմում են, էլի։ Հա, գիտենք, բան չէ, փակկապն նակամամ չէ, բայց տներու հավես կունի։ Եթե ես տեսնեի ինքը սրի կամ մարդա, աղջկատ կասեի բաժանվի, բայց այդպես չի։ Հիվանդ է, իրան բուժելը հարկավոր։ Հետո ֆինանսական դժվարություններ կլինի իրան, որտեղ դա էլ է երևում, ես 2 տարին էլ այդքան իրանց ֆինանսներն են, ինչը որ առաջ եղել է։ Կորուստներ շատ կտա։ Դրա համար միակ բանը բժշկումն է իրան։ Ու նրանից հետո արդեն հանգիստ խաղաղ կապրեն։ Բայց աղջկատ էլ ասա թող մի քիչ իր վերաբերմունքը փոխի դեպի ամուսին։ Ու լավ կլինի, որ աղջիկը խոսի հոր հետ, որտեղ դա իր աղջիկն է։ Այն ժողովուրդն ասում է իր կտորն է։ Իր աղջիկն է։ Հա։ Աղջիկան շատ կլսի։ Հա։ Շատ կսնի։ Հենց այդ աստղ ցույց տվեց, որ աղջիկ երեխան իր համար ուրիշ է ու լավ կլինի իր հետ խոսի։ Տամարը մտնելի ոնց որ ասում են։ Աղջիկը կնոջով չեմ տեսնում։ Ինքը չի լսի կնոջը։ Լավ է, որ հենց աղջիկը խոսի ու տա Աստված կոնես մարտի կեսերից գնա բժշկման։ Ու դրական կլինի երևում է, որտեղ ստեղ ցույց տվեց տեղի փոփոխություն։ Ես չգիտեի, որ Մոսկվա կա, բայց դա շատ լավ է։ Սա արդեն պլյուս է, որ այդ մարդը տես ֆորտունան իրան օգնում է, իրան ճանապարհաբացում անվճար բժշկության։ Մենակ Մոսկվայի չէ, կա բան Լենինգրադ։ Տոր ուզում է թող գնա մենակ գնա բժշկվի։ Հա։ Էտա Վարսիկ ջան, այդպես։ Քեզ դրանով կոնե մի քիչ հանգստացնեմ։ Մնում է անելը, թե չի, ես ասում եմ, հա, իմ աշխատանքը խոսելն է, բայց ոչ անելն է։ Ես ասում եմ, ինքներդ անում եք։ Կուզեք կանեի, կուզեք չեք անի, որտեղ պարտադրել էլ չի կարելի։ Հետո հասուն մարդ է, լուրջ մարդ է, իր ուղեղը պետք է հասկանա, այդ աղջկան այդքան ընդունում է, սիրում է, ուրեմն հանուն իր այդ երեխու պետք է անի դա, որ վաղը միսօր նորմալ կարողանա հարսանիք անի, պապան։ Ճիշտ է։ Այդպես, Վարսիկ ջան։ Շատ շնորհակալ եմ Տիգին Լույսա ջան։ Խնդրեմ, մենակ համբերենք, որ այդ ասածս կատարվի։ Չեմ ուզում ամեն ինչ գցեմ Աստծո վրա, Աստված ամեն ինչ ստեղծել է, ուղեղը աշխատի, ես էլ խոսելու վրա է, ինչպես կարան խոսա աղջիկը հոր հետ, հորը համաձայն, այստեղ երևում այո, որ կարողանա օգնի, որ իր պապան գնա բժշկվի, ամեն ինչ կընկնի տեղը։ Այդպես, Վարսիկ ջան։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ համբերություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ալո։ Լսում եմ ձեզ։ Բարի երեկո ձեզ։ Բարև ձեզ։ Լուսիա ջան։ Լսում եմ, ասեք։ Հավատում եմ խորը տայի համար, առաջին երթին։ Հիշում եմ քո վիշտը։ Տիկին Լուսիա ջան, դիմում եմ մի հարցով, թորնիկս 33 տարեկան է։
չի կարողանում կողմ որոշվի իր սեվի ամուսնանալ։ Հա, ինչ ծևի։ Էդ ինչ ծև են իմ կողմները շվում ամուսնանալը։ Ծև կա դրան հատուկ։ Չունի էլի։ Հա, էլի։ Լավ, դու հիմա ի՞նչ ա քեզ հետաքրքրում, թորնիկդ կամուսնանա թե ոչ։ Հետաքրքրում է, ինքեիս մոտիկ ուրերը կարող եմ մի հատ ինձ աշճարը ամուսնանա։ Ռիմա քանի տարեկան ես։ Ես Հա, դու 78 88 78 78 լավ թորնիկի տվյալներն ասա իմ սա թիվ տարեթիվ այդ թվի այդ ամսվա ծնվածների մոտ մի քիչ դժվար է ընտրությունը հետո մինչև 31-2 տարեկան այդքան էլ ամուսնությունը ճիշտ չէր համարվի մի րոպե մի հատ նայեմ իր գարասկոպը ասեմ քեզ մի րոպե Ռիմա ջան ինքը աղջիկ ընկերուհի մանագալից չի կարողանում գտնի թե չի հավանում թե չկան չի կարողանում կողմ որոշվի բայց կա որ տեսնում ա չի հավանում թե կարող է այդ աղջիկն իրան չի ուզում Բաբար չի հավանում կողմ չի ուզում մոտենա բայց դու ինչ ես իմանում գալիս է ինքը քեզ ամեն ինչ ասում է թե դու ուղղակի տատիկ ես մտածում ես որ թորս մեծացավ չամուսնացավ հա Իսկ կարող է ես մոտորերը ընտրած ունենա մի հատ նորից ասա հա ես քեզ լավ չեմ լսում Ասում եմ կարող է ես մոտիկ ուրերը ընտրած ունենա Ինչի ես վերցնում այդ քավարցի ես Հա Նորադուզից ես որ գյուղից ես հələ ասա ճիշտ է ինձ Լանջախբյուրից Լանջախբյուր հա տեսար որ սկացի որ քավարցի ես Չէ, քյավարից չենք, յուղերից ենք։ Լավ։ Ինչի վերցնում ես, որ պետքա հենց այս մոտիկ օրերը լինի։ Հնարավոր չի, ասենք, եկող տարի լինի։ Դե մեծանում է, թիվը փոխվում է, մեծանում է, արդեն Հա, բայց դու ինչ կարաս անես, որ չես անում։ ոչ մի բան չեմ կանում անեմ։ Տեսնում ես, ես էլ չեմ կանում, Ռիմա ջան։ Ես էլ կախարտական փայտիկ չունեմ։ Քո տղան թորդ ինչ մասնագիտություն ունի, փեշակն ինչ է։ Մտածում եք։ Հա, ինչ ասա։ Ինքը բանը շինարարը։ Ահա։ Պետական գործի շինարարը։ Ինքը աշխատում է, բրիգադներ ունի։ Հա, այսինքն կարա փող աշխատում է, կարա ընտանիք բայ։ Հա, ունի տեխնիկա, կոմբայն, Յո, տրակտոր, գյուղատնտեսություն։ Հա, գյուղատնտեսություն, 10 հեկտար հող է մշակում։ Շատ լավ է։ Ես որ լսում եմ մի տղա հողի այդ գործ ունի, վայ, ոնց եմ հավանում, չես պատկերացնի։ Այդ մեր հայ ժողովրդի արմատն է, հողագործությունը։ Հա, հեսա, ճիշտ է, երևում է, որ ինքը կարա ընտանիք պահի և ընտանիքին էլ նվիրված տղա է, պարզապես ինքը ամենքին չի կարա հավանի, ինչի չի կարա հավանի։ Այս տղան անլուրջ աղջիկներ չի սիրում, ինքը լուրջ ծանրակշիռ աղջիկ է սիրում։ Հետո շատ բերան փագել չի սիրում, որ բերանը փագի նստի, գլուխը կախ նստի, էդ էլ չի սիրում։ Իրան ասող, խոսող էներգայով ու ժամանակի հետ ընթացող մարդ է պետք։ Ես գյուղում չգիտեմ, այտենց աղջիկ կարա գտնի թե ոչ, չեմ կարծում, որ գտնի։ Ինքն էլ ամբողջ օրը տեղ հողի հետ է, իր աշխատանքի մեջ է։ Որտեղ պետք աղջիկ գտնի, հլա ասա խնդրեմ։ Ինքը գյուղում, մեր գյուղում, ես մեր գյուղի մեջ շատ աղջիկներ կա։ Իհա, այնքան աղջիկ կա, բայց խոմ բոլորին չի հավանի։ Բայց ինքը գտնի չէ։ Ուսանողներ շատ կան, այտենց ավարտածներ կան։ Դե հել Իրանը չի գթե, բայց կբացվի իր մոտ, կբացվի։ Տես ինքը աշխատող, հիմա ես քեզ քո թորան ասեմ, Ռիմա ջան։ Ինքը աշխատող, ընտանիք սիրող, ամենից կարևորը ծնող գնահատող մարդ։ Դա իմ համար շատ մեծ բան է, որ տղան ծնող է գնահատում։ Ճիշտ է։ Ու մեծին հարգանքով դաստիարակությունն արդեն։ Այդ ճիշտ է։ Հիմա ինքն հենց աղջիկ պետքա բերի, որ այտենց էլ լինի։
Հիմա գյուղաղջիկները շատ են փոխվել, էլ գիտես որ փոխված են։ Արդեն նրանց մոտ ինքնուրույնությունը շատ ադար է։ Գյուղաղջիկը երբ էր շալվար հագնում, հիմա սա գեղը շալվար է հագնում։ Ոչինչ։ Ճիշտ է։ Ոչինչ։ Դա նորմալ է ժամանակի հետ է։ Քո թորը հա տղա եմ ասում։ Քո թորը գգտնի աղջիկ։ Պարզապես նայ, ինչը որ իր աշխատանքին է վերաբերում, իր գործնեություն, ընտանիք պահել, գործ, փող, ամեն ինչ իր մոտ նորմալ կընթանա։ Ու ինքն էլ համասարանի երրորդ կուրսից դուրս է եկել, գնացել բանակ ու շարունակա երակա։ Կսովորի կավարտի ամեն ինչն է լավ կլինի իր մոտ։ Ուղղակի մի քիչ իր համար անձնականը լավ չի դասավորվում ու հավանականությունը շատ է կարող է երկիրել փոխի։ Հա, բայց այդ հողը բան այդքան սիրում է ինքը տենց բան ում թողնի, ոնց թողնի իր մոտ ճանապարհը դուրը բաց է երկիր փոխելու։ Բայց ոչ Ռուսաստան, պետք չի որ Ռուսաստան գնա։ Չէ, Երևանում աշխատում, ինքը բրիգադիրն է, 5 հատ բաներ ունի, մաշինիկ ունի։ Չէ, աշխատանքը նորմալ է, ինչ ուզում ես ասա կոշկակար նորմալ է։ Ես աշխատանքի խնդիր իրան չեմ տեսնում, որտեղ էլ գնա, ինքը խնդիր չունի, ինքը կաշխատի ընտանիք պահողը։ Հարցը այստեղ ճիշտ ընտրություն անելն է։ Հիմա տեսնենք այս տարի մի քիչ մի րոպե ծնունդից հետո, սպասենք ծնունդից հետո։ Հիմա մի աղջիկ կա, ճիշտն ասած իր աչքի առաջ, ոնց որ տնտղում է։ Այդ աղջիկան տնտղում է, ես էլ չգիտեմ դու տվյալներ կիմանաս, որտեղից իմանաս, քեզով է բան ասում որ։ Հիմա ինչ այդ անենք։ աղջիկը իմանում ենք, բայց ինքը չի ասում ասա, էլի, կսասի թե չէ։ Պետք է այդ աղջկա տվյալները ես իմանամ ամսաթիվ, ծննդյան թիվ, որ տեսնեմ կուզի թե ոչ կամ էլ արժի որ դա լինի ձեզ հարց թե ոչ, որտեվ դա էլ եմ նայում մենակաուն չեն չի։ Թող մի քիչ համբերի չշտապի։ Մեկը ձեր թորն ամուսնանալու է ու ինչքանից པարզ կդառնա իրանց հարաբերությունների վերջնական շրջանը հաուտ չի։ Եթե դու հարց ես տալի այս քանի օրը կամուսնանա, այս քանի օրը ես խորհուրդ չեմ տա, ինչի, որտեվ արևի խավարում է։ Խավարման ժամանակ չի կարելի, գոնե համբերենք մինչև մարտի 10-ից հետո։ Մի տպայի, չմոռանաս, մարտի 10-ից հետո, իսկ մինչև այդ, եթե իրանք հանկարծ վիճեցին, խռովեցին, ինչ որ մի սենց բացասական բան անցավ իրանց մեջ իրարից հեռացան, իրանք կհեռանան ու կհեռանան, էլ չեն բարի շենք, ոնց որ ասում են։ Դրա համար լավ է, որ իրանց հարաբերությունների վերջնական շրջանը պարզվի, հստակեցվի, ճշտվի, իրեք ձևի ասում են, որ լավ հասկանալ։ Դա մարտի 10-ից հետո է։ Կհիշես այդքանը։ Հա։ Մենք եթե լինի մարտի մեջ պետք է անենք։ Ինչ որ անում եք մարտի մեջ եք անում, բայց 10-ից հետո։ Հա։ Եղավ։ Ռիտը չկա ջան։ Ահա։ Թե չէ ես աղջկան առանձին կերպար որ ես նայում, ամեն էլ մոտավոր եմ նայում, հաստատ չեմ ասում, որտեղ որը լավ չգիտեմ։ Կարող եմ մի բան այս կոմենկում ասեմ ես։ Ինքերում որ լուրջ աղջիկ է, ինքը կաշխատի, աշխատանքի ձգտում էլ ունի, ինքը պարատ նստող չի, պահված երեխա է, այսենց ասեմ։ Հա։ Բայց այդքան բաներ կան, դեղ վեներաները նայեցի, մոտավոր նայեցի չի համապատասխանում, որտեվ ես աղջիկը մի քիչ բշտելու խասյաթ ունի։ Թորանդ էլ բշտեցին կխռովի, պոզերը կտնգի։ Հա։ Դրա համար էլ պետք է այդ աղջիկա գլխին նատացիա կարտացվի։ Երկուսն էլ բան են, պոզավոր են։ Մեկը խոյա, մեկը այծեղ ջուր։ Երկուսն էլ պոզեր ունեն։ Դրա համար պետք է ինչ-որ մեկը զույգերի ձիճի, ես չեմ կար ասեմ, որ պետք է անպայման աղջիկը միշտ ձիճի, դա այդքան ճիշտ չի, եթե աղջիկ անդադ ձիճող եղավ, իր ինքնասիրությունն է կորում, ուղղակի պետք է աղջիկը կինը ընդհանրապես աշխարհում, կյանքում պետք է լինի իմաստուն, դիպլոմատ ու համբերատար։ Թե չէ տղայիդ վրա այդքան բան չեմ անում, ես վատ բաներ տեսնեմ, մի քիչ ինքը
զոհա լինելու կնոջ գերի է ցույց տալի ինքը եթե սիրեց ինքը անձնազոհ շատ բաներ կանի հիմա էլ աղջիկները այդքան ճիշտ չեն դաստիարակվում հենց տղեն մի քիչ անձնազոհ եղավ սկսում են շահագործել այդ լավ բան չի այդ լավ չի բայց դու չխառնվես Չէ դու կողքից թամաշարա քո համար նայի թորանը տելասա պինդեղի տղամարդեղի մեկ-մեկ էլ տատիկավարի այդ աղջկան ով ուզում է լինի քո հարց մեծական խրատ կտաս որովհետև այդ շրջանի ժողովուրդը մեծերին շատերն են գնահատում ու տատիկների խոսքը լսում են կարող է այդքան կեսուրին չլսեն բայց տատիներին լսեն ճիշտ է այտենց Ռիտա ջան դե լավ առողջ եղի համբերատար եղի ու ուրախ եղի կարևորը խնդրեմ stay tuned Բարև ձեզ, լսում եմ ձեզ, լսում եմ, բայց այդեղ չգիտեմ ինչ է այսքան թույլ լսվում, կարող է ինչ-որ ականջակալներ եք դրել, որ լավ չի լսվում Չէ հիմա լավ եղավ Տղայից համար եմ զանգել Հա, դե ուրեմն մոտիկ պահեք, որտև շատ թույլ է լսվում Մոտիկ եմ պահել, Լուսա Հակոբյան Հիմա ասա, անունդ էլ ասա Դիանա ջան, ասա տղայի տվյալներ, ամսաթիվ, տարեթիվ Ինչն է հետաքրքրում իր մոտ Հարցը կոնկրետ դուր Յա, բա որ այդպես ծույլիկ տղա է, մի րոպե նայեմ հիմա Երկուշաբթի, ինչ է, շաբաթ Կիրակի է ծնվել Կշերք Այս քո տղան ոչ մեկ էդ յոլա չի գնում Ոչ մեկ էդ, քեզ հետ էլ չի Ինք իրան անդադ խնդիրներ է ստեղծում, որտև ինքը պապայի կարիք շատ ունի Քո ամուսինը տուր է Պատերազմը ինք հենտեղ է, պատերազմում է ճիշտ ասած, միշտ անհանգիստ եմ, չեմ իմանում ես հապրծնել այդ պատերազմը, Հիմա քո տղան Ռուսաստանում է Ինչ? Հիմա իմ ամուսինը Ռուսաստանում է, հա Չէ, տղա Չէ, տղաս իմ կողքն է, իմ կողքը Բայց ուզում եմ ուղարկեմ մոտ է, բայց ինքը պատերազմում Չէ, ոչ մի դեպքում Ինքն է ուզում Շատ բան է ուզում Պետք չի որ գնա, որտև ընդեղի վիճակը լավ չի, պատերազմել դեռ ընդեղ չի վերջանում Միջև ամառ, որ հաստատ չի վերջանում Այսքան երկար է տևելու Հա, իմ ձեռքս չի, ոչ էլ ձեր ձեռքն է Դիանա ջան Մինչև սեպտեմբեր չի պրծնի Միջև ամառ ես տեսել եմ, որ դեռ շարունակվելու է դա Հելու շարունակվելու Ու ես չեմ ուզենա ոչ մի մեր ստեղի հայ գնա այնտեղի միջև անգամ ասում եմ հավաքվեք հետ եկեք Հիմա դու հարց ես տալիս Տղայից համար Հիմա տես Դիանա դու հարց ես տալիս ուզում ես իմանաս տղադ կաշխատի թե չէ Եթե իր մտքին կա երկիր լքելու ինքը չի մտածում որ ստեղ պետքա որևէ աշխատանքի ընդունվի Հենց էդ է էլի հարցը Բա հիմա ես իրան ուր տեղավորեմ աշխատանքի ասա Չնայած ես գործակալ չեմ աշխատանքային Ինքը գնում է դիմումը, բայց ոչ միտեղ Որովհետև չի ուզում, որովհետև ինքը չի ուզում, իրան մեքենաների հետ է տալի, մեքենա, շինարարություն, ինչ է ուզում անի Շինարարությունն է, բայց իրակ ծառին ուժեղ գալիս չի կարան այդ գործերը, ծանր գործերը Հա, ծանր գործեր չի կարելի, մի րոպե, մի հատ մարսնայեմ ուրա Տես ինքը կարա, լսպասի Ինչ կարա այդ այն Հացի փռում աշխատի Հացի փոր ինչ կոնկրետ Հաց թուղ Ամեն ինչ անում է Սնունդն է Հաց թխի Հա, ինչի չի դժվար բան է Այնքան ջահել տղաներ են անում արագ Գիտես ինչ լավ բան է հաց թուղը Ու աշխարհի ամենալավ բանն է հաց թուղը Էլ ինչ կարողանա անել Վարշավիր կարա լինի
ծաղիկների սրահում աշխատի։ Ինքը շատ որտեղ որ սիրուն բան կա, սիրուն ճաշակի աչքի, որտեղ իր աչքը սուր է իմիջալոց, լավ իմացի ինքը, ամեն ինչ լավ տեսնում է, այն ճարտարապետությունն էլ իրան լավ է, որ ինքը անկյունները տեսնող, դիզայնական աշխատանքները, որտեղ կա գեղեցիկ, դասավորված, մտքի ճկունության, արվեստի բաներ, դա իրենն է, գումարած դրա հետ նաև վարորդություն, բայց վարորդություն խորհուրդ չեմ տա։ Չէ, ես եմ վախենում վարորդ։ Հա, ես դա խորհուրդ չեմ, որ այդ կա էլ իր մոլորակները ցույց է տալիս, բայց ես իրան դա խորհուրդ չեմ տա, որտեղ այստեղ մի քիչ խնդիրներ է ցույց տալիս։ Ճիշտ է։ Այդ դզող փչողել որ ասում են այտենց բաներ էլ, բայց իրան այդքան կռանալ էլ հարկավոր չի։ Դե քթից ուժեղ արել։ Հա, անոթների խնդիրը կա իր մոտ։ Հետո մի րոպե, մի հատ վեներան նայեմ, նևրոզների մեջ քո տղան։ Գլխի գլուխն էլ է, մեջքն էլ է, ինքը պապայի կարիք շատ ունի, շատ է պապայի կարիք ուզում, ինքը գոնե ծրագրավորող սովորի։ Ես էլ եմ ասում գնա ծրագրավորող սովորի, բայց Եթե ինքը մի քիչ դպրոցը լավ ավարտեր, ընդունվեր ինստիտուտ։ Դպրոցը ինքը լավ ավարտել, բայց չընդունվեց ոչ միտեղ։ Նայ, ուր էր տվել, որ չէր ընդունվել։ Ժող ինստիտուտ ենք, հաշվապահություն ենք տվել։ Չէ, իրան տուրիզմը լավ կլիներ։ Տուրիզմը։ Հա, շրջագայություն իրան շատ լավ է, իմիջալոց։ Ինքը իրան լավ է զգում ճամփորդելու, բայց այդ սնունդն էլ է իրան լավ։ Ամեն օր գնա քաղաքով մանա գալիս։ Որովհետև սիրում է ինքը օդը, բնությունը, ժողովուրդ, մարդկություն, բայց ամբողջների մեջ չլինի, չի կարելի, ասել միտինգը բան է, դու գործը չի։ Քիթը չմցնես, այդ դրանից դու գործ չունես, տղա ջան, կյանք։ Անում որ թույլ չտամ, ճիշտ է, թույլ չեմ տալիս։ Հետո իր գլուխն է, նայ, այս տարի հիմա այդ երբ է, մի րոպե, ես ամեն ինչը կապում եմ խաբարումը վերջանա նոր, դա մարտի 10-ից հետո է։ Արդեն այս տղայի մոտ ուզած չուզած տալիս է ինքնուրույն յուրաքանչյուր հարցի լուծում։ Ինքնուրույն, ուզում է անձնական, ուզում է աշխատանք, մասնագիտություն։ Դու երբ որ քեզ կգա խորհուրդ կհարցնի, կանաչը հագնեմ, թե կարմիրը հագնեմ, դու կարաս ասես, բայց չթելադրես։ Որտեղ իր մոլորակը այնտեղ է գտնում լուսնային հանգույցն է, որ իրան թելադրել, կարգադրել, չի թույլատրում։ Հիստերիայի մեջ կընկնի, գլխացավեր կտա ու քո ասած այդ արուն բանը կլինի։ Դրա համար այս տղային եւ անձնական խաղաղություն պետք, անձնական է, եւ գործն է հանգիստ կաբինետային գրասենյակային աշխատանք։ Ծանր բաներ իրան չի կարելի։ Հա, ճիշտ է։ Ու ճամփորդություններ իրան լավ է, որտեղ այդ իր դեպրեսիաներից դուրս է գալի, բնություն իրան լավ է, անտառ գնալը լավ է, դրսում անտառում բնության մեջ խոտերը, բնությունը, ծառը, թուփը, ընկերություն իրան լավ է։ Բայց միտինգներ լավ չի, որտեղ իրան ամբողջ չի կարելի, ամբողջ։ Տիկելս իմ ամուսնու համար կնայեք։ Որ կգա թե չի գա։ Հա, պատերազմից դուրս կգա թե չի։ Լավ տվյալն ասա ամուսնուդ։ Չաղացել է։ Չեմ իմանում, այս տարի պատերազմում է, 3 տարի է պատերազմում է, չգիտեմ։ Հայ, չես խոսում իր այդ սենց բանով։ Խոսում եմ, բայց Դա չես տեսնում չաղացել է թե չէ։ Դե ինքի ցույց չի տալիս։ Ինչ է ցույց չի տալի։ Դու չես տեսնում մարդը չաղաթենի ար։ Մեջքը ցավում է ողնաշար էս մարդու։ Հա, ողնաշար։ Դե ես 3 տարի այնտեղ անցածեմ։ Մենակ բան չլինի։ Լյարդը։ Լյարդն էլ է։ Ասա վեշերը թավակի հետ արի տղա ջան, բոլա ինչքան մնացիր, բայց չեն թողնի գա։ Ինքը չի լսում, ուղղակի չի լսում։ Յա։ Լավ, սպասի տեսնեմ կարող եմ ժամկետ նայեմ, գոնե ժամկետ նայեմ։ Հենց 3 տարի է։ 3 տարի է Դիանա։ 2.5 տարի այնտեղ է։ Մաքուր 3 տարի եւ Վեներայով եւ Յուպիտերով ցույց տվեց, որ այս մարդը 3 տարի որտեղ լինում է, ինչ անում է, միջև անգամ հայավարի ասեմ, անկնիկ, որովհետեւ իր մոտ 50-50-ը արդեն պետք է ինքը կոնկրետացնի, որոշակիություն դարձնի։ Երկիրս փոխում եմ, հետ կգնամ իմ երկիր, իմ կնոջ հետ ապրելու եմ,
Թե ոչ։ Այսենց բանը, կասկած մաքուր, ցանկի։ ամիսով նայ, մաքուր, երբ որ 3 տարին կլրանա այս մարդու, այդ հարցեր իր մոտ պետքա որոշվի հստակ։ Եթե ոչ, տես դու ասում ես կանչում եմ չի գալի, արդեն իր մոտ խնդիրը կլինի։ Այդ առաջինը իր առողջությունն է, այս է Ռուսաստանը։ Սիրում է մարդն այդ երկիրը։ Հա, շատ է սիրում։ Տղուն էլ ասում է, ես քեզ կկանչեմ, կքաս մոտս, իրար հետ կապրենք։ Դե եկած վեշերը թավակի գնա մարդությունդ։ Ինչ Դե ասեմ։ բանվորները, այնտեղ որ ապրի տղերքի հետ ապրելու ես ուր գնամ։ Այս քո մարդը կպել է ատեղի հողին ջերին։ Հա, ես չեմ սիրում այնտեղ հողն ու ջուրը։ Իր մոտը տենց ցույց Երևանը տվեց։ սիրում։ Այդ տեսակը սիրում է, ընդեղի ամեն ինչը սիրում է, 2 երեխա ունեք։ Մի հատ է մեկը։ Մի հատ տղանա, ես մի տղանա։ Այստեղ իրան 2 երեխա ցույց տվեց, վայ, ամանես ինչեր եմ ասում։ Տղա այնտեղ ունի։ Կարող է։ Դրա համար եկածել է մարդուդ մոտ։ Կարող է։ Տեսար ինչքան ուրախոսակցություն գնաց։ Հո չեմ լացել, ինչ է։ Ախր ինչ եք ուղարկում ձեր մարդկանց խոպան։ Ով դարավ խոպան չընտանիքը քանդվեց։ Ուղարկել, ինքնս է, ինքն է գնաց, ես ժողով չեմ ուղարկել։ Ինչո՞, հենց չամսնացած ասում ես գնամ, վերջի գնացել, ինչ ասեմ։ Չի, այդ իրան երկիրն է, տե ժառանգության տեր։ Արի տես, որ ինքն դե իրան լավ ասկում։ Ամեն ինչ իրան ընդեղ է։ Բայց Հո պատերազմում բացան չի լինի։ Չէ, առողջական է մի քիչ լյարդը լավ չի, որտեղ անդրեժիմ սնվում է այս մարդը։ Ինքը ազատություն է սիրում, քո կողք ինքը իրան ազատ չի զգում, դրա համար իրան գցեց այն երկիր։ Բայց որտեղ է ինքը։ Լենինգրադ է։ Հա, Լենինգրադը մեղմ է, լավ է այնտեղ։ Ինտելիգենտ արիստոկրատ քաղաքական Մոսկվա։ Տիկին լուսայմ տղային հողացան չի լինի։ Ինչի՞ ես վատ բան մտածում։ Չգիտեմ, ծնողեմ անդադուրսն է սանում մի քիչ անհանգիստ։ Միակը դա տենց դողում ես։ Դիանա, դու որ ամսվա ծնունդ ես։ Սպասի, ստեղ ամուսնուդ մոտ թե տղայիդ մոտ, չէ տղայիդ մոտ տեսա կարիճը։ Ինչն էր կարիճը։ Մի րոպե, մի հատ բան տեսա տղայիդ մոտ կարիճի, մի րոպե նայեմ։ Յուպիտերն է։ Տղայիդ Յուպիտերն է գտնվում կարիճում, իշխանությունը քո իրա վրա է։ Դու քո մտքերով մոգական, տես ինչ է կարիճ ինքը մոգական նշան է։ Դու քո մտքերով իրա վրա ազդում ես քո տղայի։ Դրա համար մարդը թողեց փախավ կողքից հետ։ Քեզ հանգիստ պայի։ Մի ոչ մի վատ բան ասա, ընդհակառակը լույսը բացում ասա, մեր նման երջանիկ չկա այս աշխարհում։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու, առողջ ենք ու լավ։ Դու հիմա, տես հիմա մենք խավարման միջանցքում ենք, Դիանա ջան։ Քո ուժերը շատ այդ էներգետիկան բավականին ուժեղ է, կատարվելիք ուժեր է համարվում։ Հիմա ինչ վատ բան դու տվեցիր, այդ վատը կատարվելու է։ Ինչ լավ բան տվեցիր, դա կատարվելու է։ Չէ, ես այնեն չեմ անում իմ բնավորությամբ, ուզում եմ միշտ լավ բաներ ասեմ, միշտ լավ բաներ եմ մտածում, լավ բաներ եմ ասում, վատ մտքեր Բա ինչ ես ասում տղայիս վատ բան, մարդուս վատ բան։ Որովհետև ես իր բնավորության գծերով եմ, էլի, վախենում եմ։ Տղայիդ։ Հա։ Ինքը իր հոր կողմն է։ Ինչ անեմ, տրամադրությունդ գցում եմ։ Ինքը իր հոր կողմն է, ուզում է գնա իր պապայի մոտ, որտեղ անմիջապես տղայիդ գարասկոպը ցույց տվեց, որ ինքը իր պապայի կարիքը շատ է զգում։ Շատ է սիրում։ Երբ կարամ տղուս ուղարկեմ, երբ լավ կլինի մի քիչ խոսացանը։ Ես հիմա հարկավոր չի ոչ մի բան։ Հիմա թող մնա տեղ, ասա տղա ջան, կգնաս համբիրի։ Համբիրի ամեն ինչ իր ժամանակ ունի, մի ժամանակի ծնգի առաջ։ Անդադար աջեղ ջուր է, Էդ էլ պապայի սիրած տղեն է, հետաքրքիր է, որ հենց հոր սիրած տղեն է ինքը համարվում, ու նույնն էլ տղայի կողմից է դեպի հայրը։ Հա, ճիշտ է, առանց իրար չեն կարա։ Ես քեզ մի բան կասեմ, քո գործը հիմա ինչ է, խորհուրդ է, հանգիստ ձեր համար ապրեք, ասա տղա ջան, արի համբերենք մի քիչ, դեր ժամանակը չի, կգնաս,
Համբերի մի քիչ ժամանակը կմոտենա այդ մեր ձեռքը չի, հիմա էլ այնքան արագ ամեն ինչ անցնում։ Դու կգնաս, մենք հələ չգիտենք, բայց այդ ընթացքում որպեսզի ինքը շատ չսպասի, ինչքան սպասում ես, այնքան երկար է տևում։ Լավ կլինի սպորտ դահլիճներ գնա։ Թող լողի գնա, թող տրենաժորնի գնա, որ լողը ավելի լավ է, ժամանակ անցնի մեկ ու գոնե մի որևիցե թեթև աշխատանք գտնի, որևիցե թեթև աշխատանք, մի ռուբլել ստանա, էլի իրան բանա։ Թե չէ պարապություն ավելի իրեն սպասեցնել է տալիս ու գնում են եվրոզների միջ, իրան էլ դա չի կարելի։ Իրան փոքր անգամ լարվածություն տղա է չի կարելի։ Որտեղ այս տարիքն է, այդ սեռական հասունացման, սեքսուալ հասունացման, արդեն ինքը սենց ընտանիք պետք է ստեղծի, բայց չկա տենց բաներ։ Չէ, ինքը տես բաներ էլ որ Հա, բայց դա ֆիզիոլոգիա է, դա քո ձեռքը չի։ Այդ քո ձեռքը չի, տենց լինում է։ Դրա համար թող ինքը իրան որևիցե զբաղմունք գտնի, որպեսզի ժամանակը շուտ անցնի։ Միջև մոտենա իր պապայի հետ հանդիպան։ Այդ մեկ։ Մյուսն էլ դու քո մտքով արթնանում ես դրական էներգիա ուղարկի տեզեր, քնում ես շտորական լեղի դրականով քնի։ Ասա լույսը բացի ողջ առողջ խաբարներ, ուրախ խաբարներ։ Եվ տղայից հետ եւ ամուսնուց հետ։ Այսա, թե չէ հիմա որ սենց վեկանա տոմսնարնի գնա, որտեղ պետք է ես խորհուրդ չեմ տա։ Նախ ինքը իր պապայի մոտ չի կարա գնա, չի կարա գնա։ Ոնց գնա պատերազմով ոնց գնա։ Բայց եմ ասում ինքը դեռ չի կարա հոր մոտ գնա, թող մի քիչ համբերի։ Կարող է ամուսինը հետ գնա Լենինգրադ։ Կարող է, բայց հիմա չի։ Հիմա չի դա։ Ես ուզում եի կոնկրետ իմանալ, երբ պատերազմը կպրծնի։ Պատերազմը դեռ չի վերջանա։ Ու ժամկետ չկա, որ ասեմ ամսի 1-ին սեպտեմբերի կվերջան, այդպես չի։ Նախ հիմա ես իմ աշխատանքում միշտ 3 ամիս եմ ասել, ավել չեմ ասում։ Ու այս տարի առավել եւս ոչ մի ինֆորմացիա հետոյի համար չի թույլատրում, որտեղ այնքան անկախատեսելի օրեր է մեզ սպասվում աշխարհում։ Ժամանակն է կարճացել 24 ժամ չի։ Շատ է։ Հա, հետո արագ մտածելակերպն է սկսվել, մարդիկ այնքան արագ են մտածում, խոսում արագ խոսում, բան չես հասկանում։ Ու դրանից գլխացավերել է տալի, ամբողջ ժողովուրդը նևրոզի մեջ է։ Այդ լավ չի։ Դրա համար մարդը ինքը իրան պետք է գտնի հանգիստ զբաղմունք։ Դա էլ բնությունն է իմիջալոց։ Ու քո տղան էլ սիրում է բնություն։ Դրա համար թող գնա բաներ, այդ սպորտ դահլիճներ գնա էլի, բայց ավելի լավ է մի թեթև աշխատանք գտնի։ Ինքը որ սպորտի գնում ավելի քիթիծարուն գալիս, ավելի ուրա գնում այդ ծանր բաներ անելը, տրենաժորնի։ Ինքը որ գնացել է լողի քթից ուժեղ արուն է եկել, ուղարկել եմ կարատեի, էլի վատացել է սպորտի։ Դերեմը ծանր բաներ, ընդեղ որ մազանոթների խնդիր կա, ինչ ասում բժիշկը։ Անոթների, հա, ոսկողը ծրված է, անոթները բարակ են։ Հա, բայց դա բուժում են, անբժշկելի ոչինչ չկա։ Արել ենք, ամեն ինչ ենք արել, բայց օգուտ չկա։ Ես սպասի տեսնեմ ինչի օգուտ չկա, հələ մի րոպե։ Նախ հետո լինում է, որ հետընթացի ժամանականում են խավարման ժամանակամ լուսին ինչ-որ տեղ է գտնում, որ անոթները չի կալի ոչ մի միջամտություն, եթե արվում է… Ինք իրա պապային է, քաշ իրա պապային միջև… Հա, հորմոտ կա, հորմոտ հիվանդություններ, անոթները, այդ կրծքավանդակ, մի րոպե հես ասեմ, մի հատ մտքումս թարգմանեմ արագ, կրծքավանդակը, անոթները, մազանոթները, ստամոքսը, միգրենը, այդ թարգմանում եմ, նևրոզ, նևրալգիա, այսի սաղ քո մարդու հիվանդություններն է, քո ամուսնու, իսկ տղայիդ, մեկ էլ հոդերը, ամուսնուդ մոտ հոդերը, հա, իսկ տղայիդ մոտ աղիներ, կրծքավանդակ, բայց ոչ թե սիրտնա հիվանդ, այդ սպազմերա, կծկումներա տալիս, որը հենց անոթներն է, հեսա մազանոթներն ունի ինքը, անոթներ, մազանոթներ, կոկորթը ու սեռական օրգաններ, ես էլ ես կա, բայց ես խրոնիկական բան չեմ ասում, այդ բոլոր մարդիկ էլ, որ ես աշխարհ գալիս են, բոլորս էլ թույլ տեղեր մեր օրգանիզմն ունենք, եթե մարդիկ ճիշտ չեն մտածում, ճիշտ չեն ապրում,
ու այդ հիվանդությունները արթնանում են։ Հիմա քո տղային խաղաղ հարմոնիկ տեղ է պետք։ Բնություն, խաղաղ մարդիկ, խաղաղ մթնոլորտ ու հանգիստ աշխատանք, բայց ստեղծագործող աշխատանք։ Առողջ եղի, վատ բան մի մտածի, որ վատ երազներ չտեսնես, որտեղ քո անհանգստությունը մտքի գիտակցությունն է դա, վատ երազներ է տալի։ Հետո ինչքան ֆիքսում ես այդ երազի վրա, դա կատարվում, ասում ես, տեսար իմ երազը ինչ ճիշտ էր, բայց դու ես դա ստեղծել։ Ճիշտ եք, Համոն բաներ եթեք, նստեք երեք, մեր ու տղա քեֆ արեք, միջև ժամանակը կլռանա։ Շնորհակալություն։ Խնդրեմ, քեզ համբերություն, Դիանա ջան։ Ամփորձան կամուսին ու տղատ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ստեսություն։ Վերջացրեցինք մեր զանգերը։ Ինձ համար բոլոր զանգերն էլ հետաքրքիր են, որտեղ ինձ համար կյանքն է հետաքրքիր։ Ամեն անհատ ունի իր կյանքը, ամեն անհատից ես էլի բան եմ սովորում։ Այդքան իմ երկար տարիների աշխատանքը ես երբեք չեմ կարողացել ես ամեն ինչ գիտեմ, որտեղ ես ոչինչ էլ չգիտեմ։ Այնքան բան գիտեմ, բայց ոչինչ չգիտեմ։ Շատ բաներ ուսումնասիրել եմ այս ինչեր այս աշխատանքներին վերաբերվում է, բացի իրական ինժեների մասնագիտությունից, բայց կյանք ինքը հետաքրքիր է ամեն ինչով հանդերձ։ Ու անդադ sense կտորներ են վերցնում, ես որ թրուցիկներ եմ ասում, ամեն մի խոսքից մի բան դուրս է գալի ինձ մոտ։ Այդ տեսեք, ես վերջինը պատերազմի համար էր խոսում, Ռուսաստանի պատերազմը երբ կվերջանա, որ ընտանիքը հավաքվի իրար գլուխ։ Այն երեխեն էլ իր հորը շատ է կարոտում, սիրում, ուզում է գնա իր մոտ, բայց այդքան լավ չի այնտեղ դեր վիճակը Ռուսաստանի, ես դրա համար ասում թողնեն հետ կան։ Ես վտանգներ չտեսա այնտեղ։ Այն առաջի երկուսն էլ ամուսնությունը ինչպես միշտ, որ իմ թեման էլ ընդհանրապես իմ աշխատանքի թեման ընտանիքն է, որ ամեն ինչ վերաբերվում է ընտանիքին, մեր ընտանիքին հայկական, ամուսին, կին, տղամարդ, կին, երեխաներ, դաստիարակություն, կրթվածություն, դրանք են։ Ամեն անգամ էլ կրկնում եմ, ազգուժեղա իր ընտանիքով, ընտանիքում էլ բոլոր իրենց թող չդնեն թագավորի տեղ, ճիշտ չի դա, բոլորը չաղ-չաղ թագավոր են, եթե մի ընտանիքի մեջ մեկ-երկու հատ թագավոր է լինում, այնտեղ իրար չեն լսելու, չեն լսելու իրանք իրար, ընտանիքի թագավորը տղամարդն է, ընտանիքի թագուհին կինն է, բայց հիմա դա շուր է եկել, թագավորը ընկել է ոտնատակ, այդ լավ չի։ Դա հեչ լավ չի ու ծնողներն են մտածում իրանց երեխաների ամուսնության մասին, որպես ընտանիք ստեղծեն, բայց ոչ մի ծնող չի հարցնում, արդյոք սիրում է, տղա ջան, աղջիկ ջան, դու սիրում ես, դու քեզ երջանիկ լավ կզգաս այդ աղջկա կամ այդ տղա հետ, էգոն է էլի նորից խոսում, այս տարել էգոն ահա որ է գլուխ բարձրացնելու, 15-ից փետրվար ավելի կբարձրանա էգոն, դա Սատուրնից է, դա երկար տևող մի ծրագիր է գնում, ծնողներն ուզում են, որ բա ես մեծանում եմ, բա մի հատ երեխա մի թոռիկ ծնկներից չնստի, տեսեք իրա եսն է, իրա մասին է մտածում։ Ես մի փոքրիկ բան եմ ուզում ասեմ, որտեղ դրանից շատ այ խոսքը բերեց, մի քանի հատ նման դեպքեր կա, մի դեպքով ես երբեք չեմ բարձրաձայնի, մի քանի հատը տենց հարցեր կա ինձ դիմել են, դա էլ ուզում եմ ասեմ, որ իմանաք դուք։ Երիտասարդ ընտանիք ամուսնացել, ընտանիք արդեն հղիացել է այդ աղջիկը, շուտով կծննդաբերի, շուտով մնաց 1-2 ամիս երևի արդեն, ու կեսօրը քեն է քաշում այս հարցից։ Ես զարմանում եմ ինչի համար է կեսօրում ամա, չէ որ քո տղայի ժառանգն է։ Միջև է դու ուզում էիր, որ քո տղեն ամուսնանա, երեխաներ ունեն ընտանիք ստեղծի, հիմա այդ ամեն ինչն եղել է հարցից քեն է քաշում, ինչի համար։ Այս աղջիկն էլ սիրում է, այս աղջիկը գրում է, որ ես այնքան եմ իմ ամուսնուն սիրում, դա մեր սիրո պտուղն է։ Հիմա այս երեխան մելանխոլիկ է ծնվելու։ Ու տենց շատ կան, երեխաներ մեծ գալիս են այս աշխարհ չեն խոսում, գրում են ծնողները, իմ երեխան իմ հետ չի խոսում, ինչ ասում ես, ոչինչ չի ասում, որտեվ հղիություն իր մաման լավ չի տարել։ Որտեվ իր մաման մտքերով է այդ երեխուն, չէ՞ որ ասել են պորտալարի միջոցով է մեծանում երեխան սնվում եւ դաստիարակությունը հենց մեղնավորման նորմալից է սկսվում։
եւ մոր հղի մոր վիճակից մամայի եւ կրսկի կաթից։ Էդ էլի միտքն է, որ գնում է դրա միջոցով։ Եվ այդ երեխեքը մեծանում են, դառնում են ինքնամփոփ։ Առողջ նորմալ երեխա չի ուզում խոսի ծնողների հետ, ոչինչ չի ասում, դրսում ինքը իրան լավ է ասում, որովհետեւ ինքը այս բառով ասեմ, չափալախ է տալ իր ծնողներին։ Որ ես չի ուզում այդ տեսակ ծնվել, ինչ ես դու վատ բաներ մտածել։ Լինում է տատիների հանդեպ անտարբեր են ելնում, կոպտում են երեխաները, թորները։ Տատու ու պապի, որտեղ հղի ժամանակ իրանք դա տեսել են։ Լինում է մամա, պապայի հանդեպ են իրանք վատ ու չլնում, դեպի գնում են տատիներ, որտեղ հղի ժամանակ դա են տեսել։ Պտուղը դեղ ամեն ինչ տեսնում է, լսում է, ամեն ինչ։ Այն փոքր պտուղը, որ սաղմը, որ սկսում է ձևավորվել, ինքը տեսնում է ամեն ինչ։ Ականջներ ունի, չէ սաղմը։ Տեսնում է ինքը ամեն ինչ, փակ աչքերն է, հոգևոր աչքեր են դրանք կոչվում։ Եվ տեսնում է, եւ լսում է, ամեն ինչ զգում է։ Այն որ մեկ-մեկ խփում է, խաղում, ասում է երեխեն խաղաց, ես կամ ես այստեղ եմ, մամա քեզ ճիշտ պահի։ Այդ ժամանակ մաման, պապան պետք է իրան սիրեն, պաչի կանեն, փորիկը սիրեն, փաղաքշեն, լավ բաներ խոսան։ Դուք տեսեք այդ երեխեն ինչքան լավ է մեծանալու, դա մեր սերունդն է։ Ու եւ կեսուրները, հարցները պետք է խոնարհ լինեն, բայց չի նշանակում անլեզու ու շահագործեն, որտեղ ասի ստրկական վիճակը վերջացավ արդեն, վերջացավ։ Եվ կեսուրներն էլ մտածեն, որ այդ հարցը, որ գալիս է այդտուն, դա օտար մարդ չի, իր տղան է ու ժառանգա տեղ բերելու։ Եթե աղջիկ ունի ամուսնացել է, սա գալիս է իր աղջկա տեղը, եթե աղջիկ էլ չունի նոր մարդ է, ու հարցներին եմ ուզում ասեմ, որ այ հարցներ, շատ լկստված են դառը հարցները, չլսող են, դեռ չեն մտել այդ օջախի, ոչինչը չգիտեն, արդեն իրենց կամքը թելադրում են, դա շատ վատ է։ Ես էլ ասում եմ, ինչ ես ամուսնանում, ինչի համար ես ամուսնանում, որ ինչ լինի, անկողնու համար ես ուզում, թե գնում ես բարեկեցիկ կյանքի, թե քո հորտնից շուտ դուրս գալու համար, եթե երեխա ես ունենում, ինչի համար ես երեխա ունենում, որ դու ճիշտ հղիություն մտքով, ճիշտ հղիություն չես ստանում, թող բոլորն իմանան, հարցը այդ տան գլխավորը չի երբեք, հարցը այդ տան անդամն է, բայց ոչ թե գլխավորն է, որ հարցը կարող է գա ու կամք թելադրի, օրենքներ դնի, որոշումներ կայացնի, ոչ, քանի տան մեջ կա գլխավոր, դա կեսուր, կեսրար եւ ամուսը։ Հարցը պետք է լինի խոնար, որտեղ էլի ինձ նամակ գրեցին, որ այս կինը տղա ունի, հարց ունի, ինքը չի կարողանում հարցի մոտ որևիցե բան խոսի, որտեղ անդադար իրան ականջա դնում, ինչա կեսուրը խոսում, անում ու տղային բզում ու կռիվ է լինում։ Հարցնել էլ կան, որ ասում են, առավոտվանից ոչինչ չեմ կերել, բայց ինքը խաբում է։ Այնքան կեսուր ու հարց է, միջև անգամ ամուսինները, փեսաներ ինչ շատ գրում են ու բողոքում են։ Այնքան բաներ ա կատարվում, ու թող ոչ ոքին չթվա, որ ամենավատ վիճակն իրանն է։ Ամեն ընտանիքում էլ անախորժությունները հիմա գնում է, ամեն ընտանիքում, շատ հիմա քիչ է ընտանիքի հարմոնիկ վիճակը, զույգերի հարաբերությունների։ Եթե դուք աշխատում եք, ապրում եք ձեր երեխաների համար, առաջնետին ամուսիններ, իրար հետ սիրով եղեք։ Ձեր երեխաների մոտ երբեք մի վիճեք, երբեք մի նսեմացրեք ամուսիններ իրար, թե չէ ձեր երեխաները ձեզանից պոկվելու են։ Իսկ այս տարի այդ պոկվելը կա։ Կտեսնեք դա, այդ լավ բան չի, բայց տենց է։ Դա ամառվանից հուլիսի 1-ից ինչ Յուպիտերը կմտնի անրյուծ, երեխեքը ծնողներից, անկախ տարիքից կուզենան գնան առանձնանան։ Արդեն ուզում են գնան դառնան ինքնուրույն, որովհետև ծնողների մտքերը չեն համապատասխանելու երեխեքի մտքերի գաղափարների հետ, անցյալի մեջ են լինելու ծնողները, բայց անցյալը այդքան էլ վատ չի, այդ պահպանողական վիճակն է, որ էլի վատ չի, բայց չափից դուրս էլ չի կարել, ամեն ինչը չափ պետք է ունենա, ինչպես խմիչքը մի բաժակը չափ պետք է ունենա, ուրախությունը չափ ունենա, ամեն ինչը չափ ու սահման պետք է, այդ սահմանը վերացելը լավ չի։ Բոլորդ մտածեք, ես տեղ մի փոքրիկ Հյուգոից եմ գրել, հարուստների դրախտը սկսվել է աղքատների դժոխքից։
Սա մի քիչ փոխաբերական է, հարուստների դրախտ, այո, հարուստները դրախտի մեջ են, որտեղ աղքատներին իրենք աշխատացնում են եւ չեն վճարում, նսեմացնում են ու իրենք իրենց դրախտի մեջ են նստում, ու հիմա էլ կա այդ բաները շատ, որ ես չեմ հասկանում ինչ են ոչ ապահոված ընտանիքները վախենում հարուստներից, որ իրենց մի ռուբլի գցեն, ողորմություն գցեն ու լինեն նրանց կողմը, նրանց պաշտպանեն։ Դա չի կարելի, որտեղ եթե դա էլի շարունակեցիք ինչը որ եղել է անցյալում, դուք լավ բաներ առաջ չեք կանգնելու։ Ամեն անհատ թող պահի իր եսն ու իր իրավունքը, որտեղ դու մարդ կոչվելու իրավունք ունես, ոչ թե ուրիշի դուդուկի տակ ապրելը։ Դու քո եսն իրավունքը պաշտպանի, դու քեզ գնահատի, դու քեզ սիրի, դու քեզ ցավ մի պատճառի ու երբեք էլ քեզ ցածր մի դասեն հարուստից։ Հարուստը քեզանով է բարձրացել։ Այդ լավ հիշեք, հարուստը քեզանով է բարձրանում, ու դել ունես կրթություն, իսկ նա ունի հաջողություն, իր բախտն է բերել, որը տենց լինի։ Հիմա էլ էստեղ ասում է խելքդ աշխատացրու, որ դու քեզ մարդ ես զգաս, բայց ոչ թե նսեմացած չեմ անում ով։ Ու ինքդ էլ աշխատի, եւ վերջնական մի բան էլ ասեմ, որ եթե ինձ տված է 10 ռուբլի կյանքում, ուրեմն ես 10 ռուբլի եմ աշխատելու։ Քեզ տրված է 20, դու 20, դրանից ավել չի լինելու։ Այդքանը։ Դրանից ավել չի լինելու, եթե եղավ ինքը մի բան կլինի այդ գումարը, միտեղ կտաս, որը կգնա։ Տարբերին տարբեր չափ է տված, մի ասեք, այդքան աշխատում եմ, ինչի մոտ ոչինչ չի լինում։ Ուր գնում եմ դուռ եմ ծեծում, ոչինչ չի ստել։ Քեզ այդքան է տված։ Այտենց չկա աշխարհում կյանքում երբեք ուզում եք պատմություն քչփորեք ուսումնասիրեք մեր այն պատմական աշխարհի որտեղ որ բոլորը հարուստ լինեն կամ բոլորը աղքատ լինեն ոչ այդ տարաձայնությունները միշտ պետք է լինի այդ համարվում է իբր օրինաչափություն ուղղակի դուք ինքներդ հարց տվեք ինչի դու պետքա համակերպվես այդ տեսեք Չինաստանը ինչա ցենց հզոր երկիր Նաև Հնդկաստանը, այնտեղ այս մի մայթը աղքատներն ու փնթիներն են, այս մի մայթը հարուստներն են ու ինտելիգենցիա կարող եմ ասել, որտեղ իրենք իրենց այ կառումը ասել իրենցն է, իրանք պահում են, իրանք ասում են մենք չենք կեղտոտի մեր կառման, մեր ճակատագիրը, որ մեկ էլ մյուս անգամ աշխարհ գալուց մենք արդեն լավ ապրենք։ Այս մեր ժողովուրդը այդքան կրկնում է կառումը, Չինաստանը հզոր է ամբողջ աշխարհն առել է Չինաստանը, ամբողջ աշխարհը։ Այդ դուք էլ այդպեսին եղեք։ Մենք էլ այդպեսին ելենք, կառմա չասենք, մենք մեր եսն ու իրավունքը, մենք մեզ սիրենք, մենք մեզ պահենք ու թույլ չտանք, ով ուզում է լինի, որ մեզ ասի դու պետքա դառնաս իմ ստրուկը, իմ բատրակը, ոչ, վերջացավ դա։ 26 թվական, վերջացավ այդ բատրակ ու ստրկական վիճակ լինելը։ Բայց կռիվղալ պետք չի։ Եթե դու քեզ սիրես, գնահատես, քեզ հետևես, քեզ լավ պահես, չասես վայ սքվոր եմ, ինչքան այդ սքվորի ասես այնքան այտենց կլինես։ Ու այն դրոշները, որ այնտեղ կա, շատ հարգալի ու խոնար են դրոշներ, իրանք ծածանվում են քամին տալիս, ձեռքով են անում։ Այդ դրոշի ծանծանվելը ձեռքով են անում։ Թողել չլինի մամա, որտեղ չի լինի։ Այսքան